Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարար Լիդիա Մարգոսյանի ուղերձը նոր դարման առթիվ։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 115-րդ թիվը։ Արցախի հանրային խորհուրդը գոչ կնե համազգային համախմբման։ Հարվածներ Թել Ավիվին, իսրայելյան վարչակարգի հարվածներ Լիբանանի մեջ, իսրայելյան հարվածներ Բեյրութի հարավային արվարձաններուն։ Իրան կսպառնա փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի գործողությունները բարակային։ Բովանդակալից ստասախոսություն խազարկության մասին պրոֆեսոր Հայկ Յուտուչյանի գողմե, Հայկական դուրմ։ Լիդիա Մարգոսյան գկրե, սիրելի հայրենագիցներ, այսօր կդիմավորենք վերածնունդի խորհրդանի շնորհդարին, զորմենք ավանդապար կնշենք մարտ ամսուն։ Այս առիթով կմաղթեմ հայ ազգին խաղաղ, օրհնյալ եւ լուսավոր նոր դարի։ Սա հին ավանդություն մնե, որ կբահբավի նաեւ մերձավոր արևելքի բազմաթիվ երկիրներու մեջ եւ ոչ միայն հայ ազգին համար։ Ասիկան նաեւ առիթ մնե դարձյալ միավորվելու, մենք մեզ վերակտնելու եւ շարունակելու մեր ամենահին ավանդությունները։ Այս ավանդության շարունակականության ծիրին մեջ է, որ Արևմտյան Հայաստանը հաստատե իր ուղին մեր պատմության, մեր արժեքներուն, մեր իրավունքներուն եւ մեր անխախտ կամքին շարունակականությունը շարունակելու գոյություն ունենալ որպես Արևմտյան Հայաստանի հայեր մեր նախնիներու հողերուն վրա։ Մինչ ոմանք կշարունակեն ժխտել հայկական ազգի ինքնիշխան իրավունքները անիմաստ քննարկումներու մեջ տնելով այն հարցը, թե արդյոք հայրու ցեղասպանությունը թեր արդիական է, իսկ պատմության այլ գեղձարարներ կփորձեն ներկայացնել, թե Արցախը միշտ եղած է Ադրբեջանի մաս, Արևմտյան Հայաստանը կբահե ամբողջ ազգի դրոշը։ Մեր դարածներու աստիճանական մասնադումը ներառյալ Նախիջևանը, Արցախը եւ առաջին հերթին Արևմտյան Հայաստանը կհանդիսանա բաժանման քաղաքականության մաս, որոնց վերջական հանգրվանը մեր ազգի լիակատար ոչնչացման փորձն է։ Ասիկա է պատճառը, որ գոչ կուղեմ ամբողջ ազգին մերժելու այն ինքնակոհության պատկերացումը, որ կձևավորվի Արևելյան Հայաստանի Հանրապետության շուրջ եւ դառնալու Արևմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այս պահուն, երբ միջազգային իրավունքը կխախտվի ժամանակակից պատմության մեջ նոր ձևավորված որոշ միավորներու կողմէ, գոբիտ ուժի գիրարգումով աշխարհի ամենահին քաղաքակրթություններն մեկուն իրանական քաղաքակրթության դեմ Արևմտյան Հայաստանը կվերահաստատե միջազգային իրավունքի քերագայության կարևորությունը, որ պետք է բաբանվի բոլոր հանգամանքներուն մեջ։ Հայաստանը նաև կվերահաստատե ՄԱԳ-ի կարևորությունը որպես բազմագոն բանակցություններու հարթակ։ Այս տեսանկյունեն Արևմտյան Հայաստանը կշարունակե իր ազգային վերակազմավորման գործը համահունչ հայկական ազգի պատմության, մշակույթին եւ պետական ավանդություններուն։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 115-րդ թիվը, որ ընթերցողներուն կներկայացնեն պատմական, մշակութային եւ արտիական նյութերով հարուստ բովանդակություն։ Շաբիգին պատկերված է Տեյշեպա, Վանի թագավորության հողմի եւ անցրևի աստվածը, անոր գինը աստվածուհի Խուփա։ Տեյշեպան ընդունված է որպես քերակույն աստված կոչված Թեշուփ եւ անոր անունով կոչված են բազմաթիվ բնակավայրեր, ամենանշանավորը Տեյշեպայնին, ներկայիս Կարմիր Փլուրը։ Նոր թիվին մեջ ընթերցողները կգնան ծանոթանալ գիտաժողով քննարկման նվիրված Հրան Տինկի հիշադակին եւ Արևմտյան Հայաստանի անկախության 106-ամյակին, Բոլսո մեջ լույս տեսած Հարգավ բարբերականին անդրադարձին 44-օրյա պատերազմի նահատակ Երոսի ընտանիքին ողբերգական պատմության եւ Հալեբի հայկական տաղամասերուն մեջ շարունակվող ծանր փախումներուն մասին։ Շաբաթաթերթը հասանելի է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ թուրքերեն տարբերակներով։ Արցախյան հիմնախնդրին շուրջ վերջին զարգացումներու շրջանագին մեջ կհնչեն մտահոգիչ գնահատականներ։ Նշածողի իջեցումն ու հայրենազրկումը կգրնան հանգեցնել ազգային բարոյական արժեքներու խաթարման անտառնալի հետևանքներով։ Այս պայմաններուն մեջ ձևավորված է Արցախի հանրային խորհրդի նոր գազմը ներքին եւ արտաքին լուրջ մարտահրավերներու ներքո։ Ան կնպատակադրե համախմբել բռնի դեղանված արցախցիները, բարձրացնել անոնց բազմաբնույթ խնդիրները եւ աջակցել վտարանտի պետական կառույցներուն։ Ներկա բարդ քաղաքական եւ բարոյահոգեբանական մթնոլորտին մեջ եւ վտանգված են ազգային իրավունքներու ինքնությունը, իսկ պատմական հիշողության թուլացումը կխորանա, խորհուրդը կհայտարարե համախմբման գոչ ուղված Արցախահայության Հայաստանին եւս Սփյուռքին։ Գշեշտվի, որ արցախցիները կգիտակցին խաղաղության արժեքը, բայց չեն կրնար դառնալ ներազգային բարակտման պատճառ։ Չնայած տարբեր քաղաքական գնահատականներու, անոնց գոյությունը, պատմությունը եւ իրավունքները կշարունակեն մնալ միջազգային ուշադրության կենտրոն։ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ լիարժեք հաղորդակցության բացակայության պայմաններուն մեջ խորհուրդը կհայտարարե երկխոսության պատրաստակամություն եւ կվստահեցնե, որ համատեղ ջանքերով կարելի է կառուցել գայուն եւ արժանապատիվ ապագա։
Մերձավոր Արևելքի մեջ ռազմական գործողությունները կշարունակեն սրիլ։ Իրանը հրթիռային նոր հարվածներ հասցուցած է իսրայելյան վարչագահին, որոնց մեկ քանի մահը հասած են Թել Ավիվ քաղաքին մեջ պատճառելով լուրջ ավերածություններ։ Վերջին տվյալներուն համաձայն կան վիրավորներ, իսկ որոշ հաղորդումներու համաձայն նաև զոհեր։ Հարվածներուն հետևանքով վնասված են բնակելի շենքեր եւ ենթակառուցվածքներ։ Մասնակիցներու գնահատմամբ որոշ հրթիռներ կարողացած են շրջանցել իսրայելյան վարչագահի հագաուտային պաշտպանության համագարկերը, ինչ որ մեծացած է վնասներու ծավալը։ Ի պատասխան իսրայելյան վարչագահը հարվածներ հասցուցած է դարաշրջանի շարք ուղղություններով, ներառյալ Լիբանանի մեջ գտնվող թիրախներ։ Ռազմական գործողություններու այս փոխադարձ աշխուժացումը կվկայե, որ հագամարտությունը կմտնե նոր շրջան։ Ընդհանուր առմամբ իրավիճակը կշարունակե մնալ ծայրահեղ լարված։ Փորձագետները չեն բացառել, որ հագամարտությունը կգրնա վերաճի լայնածավալ տարածաշրջանային պատերազմի, ներգրավելով նոր երկիրներ եւ խորացնելով համաշխարհային անվտանգային ճգնաժամը։ Երկուշաբթի օր առնվազն 3 իսրայելյան հարված հասցված է Բեյրութի հարավային արվարձաներուն ընդամենը ժամերի հետ այն բանեն, երբ իսրայելյան վարչագահի բանակը գոչ ուղղած էր բնակիչներուն լքելու տարածքը։ Ուղիղ եթերի պատկերներուն մեջ երևցած են ձուխի խիտ ամբեր, որոնք կբարձրանային քաղաքի հարավային հատվածներեն, դարածներ, որոնք կհամարվին Հեզբոլլահի հիմնական հենագետեր են։ Կնշվի, որ այդ շրջանները ուրբաթ գիշերվնե հարվածներու չէին ենթարկված։ Հարվածները դեղի ունեցած են այն բանեն յետք, երբ իսրայելյան վարչագահի վարչապետը հայտարարած էր, թե լիբանանյան զինված խմբավորման դեմ հարձակումները պիտի շարունակվին։ Այս զարգացումները դեղի կունենան այն բահուն, երբ ԱՄՆ-ի նախագահը հայտարարած է Իրանի հետ խաղաղ բանակցություններուն մեջ որոշ առաջընթացի մասին։ Իսրայելյան վարչագահի պաշտպանության բանակը իր հայտարարության մեջ նշած է, թե արդեն սկսած է հարվածներ հասցնել Հեզբոլլահի ենթակառուցվածքներուն Բեյրութի հարավային արվարձաններուն մեջ։ Դարաշրջանին մեջ լարվածությունը կշարունակե աճիլ, մեծնելով հագամարտության հետագա սրման եւ ավելի լայն ռազմական փախումներու վտանգը։ Իրանը հայտարարած է, որ ամբողջությամբ պիտի փակե Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն հարձակումներ իրականացնե իր ուժանյութային ենթակառուցվածքներուն դեմ, արձագանքելով Դոնալդ Թրամփի սպառնալիքներուն։ Միաժամանակ կհաղորդվի, որ Վաշինգտոն Թեհրանին տված է 48 ժամ վերականգնելու նավարկությունը, որ գրեթե փակ կմնա փետրվար 28-ին սկսած ռազմական գործողություններեն ի վեր։ Հագամարտությունը սկսած է ԱՄՆ-ի եւ իսրայելյան վարչագահի հարվածներեն եւ արագ տարածված է ամբողջ մերձավոր արևելքի մեջ։ Իրանի Խաթամ-ալ-Անբիա դեղեկատվական հրամանատարությունը կհայտարարի, որ սպառնալիքներու իրականացման բարակային նեղուցը պիտի չվերապացվի, մինչեւ վերականգնվի վնասված ուժանյութային կառույցները եւ կսպառնա հարվածել իսրայելյան, ինչպես նաեւ ամերիկյան ռազմակայաններ ունեցող դարաշրջանային երկիրներու ենթակառուցվածքները։ Կնշվի, որ այս քայլերը կփխին ազգային շահերու պաշտպանության նպատակեն։ Հորմուզի նեղուցը աշխարհի կարևորագույն ուժանյութային ուղիներեն մեկն է, սակայն պատերազմեն ի վեր նավարկությունը գրեթե կանգ առած է։ Իրանը նաև հարձակումներ կատարած է որոշ նավերու վրա, բնտելով թե անոնք անտեսած են նախազգուշացումները, միաժամանակ արտոնելով բարեկամ երկիրներու նավերու անցումը եւ զգուշացնելով հակառակ կողմերուն։ Բացի այդ, Իրանի խորհրդարանը կքննարկե նեղուցով անցող նավերեն վճարներ կանցելու հարցը։ Իսկ նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆ կնշե, որ ծովային երթևեկությունը այլևս պիտի չվերադառնա նախապատերազմյան մակարդակին։ Ընդհանուր առմամբ տարածաշրջանին մեջ լարվածությունը կշարունակե աճիլ, մեծնելով համաշխարհային ուժանյութային եւ անվտանգային ճգնաժամի վտանգը։ 2026 թվականի մարտ 19-ին տեղի ունեցավ Աստագի 85-րդ առցանց լսարանը նախնիկ եւ խազերը նյութով։ Դասախոսությունը սկսավ Եղիա Դնդեսյանի երաժշտության մասին ներկայացումով, ապա պրոֆեսոր Հայկ Յություջյան մանրամասն անդրադարձավ խազերու գիրառման պատճառներուն եւ պատմական զարգացումներուն։ Ներկայացվեցան եկեղեցական երգեր, ծիսական մադյաններ, Սուրբ Պատարագի սրբասացություններ, հնագույն շարականներ, ճաշոցներ, մաշտոցներ եւ ներկայիս չիրարգվող շարականներ ու դաղեր, իսկ հատուկ ուշադրություն դարձվեցավ անվերծանելի հատվածներուն։ Դասախոսությունը աչքի ընկավ վերլուծական խորությամբ եւ փաստական հարուստ նյութով։ Պրոֆեսոր Յություջյան ներկայացուց նաև իր նորագույն ուսումնասիրությունները, ընդգծելով խազերու կարևոր դերը հայկական եկեղեցական երաժշտության համագարկին մեջ։ Անոր հաջորդեց հարցոպատասխան, որոնց ընթացքին բանախոսը պատասխանեց մասնագիտական բարձր մակարդակով։ Ամբողջական տեսակրությունը հասանելի է Աստագի YouTube ալիքին վրա։ Հայկական խոհանոցը կշարունակե զարմացնել իր յուրահատուկ համադրություններով։
Հայկական դուրմ շոկոլա անունը գրող նոր շոկոլադե սալիկը կներկայացվի որպես ամբողջովին հայկական համերով ստեղծված քաղցրավենիքը, որը արդեն մեծ հետաքրքրություն կհառաջացնի համացանցին մեջ։ Նորարարական այս բաղադրատոմսը ստեղծված է հայկական խոհանոցը ներկայացնող Փիերետեի գոմե։ Շոկոլան կհամադրե մուգ շոկոլա, ընկույզի մածուկ եւ կտորներ, կատայվ եւ նրան հատիկներ, ստեղծելով յուրահատուկ համ։ Քանի մժամ սարելեն յետք հայկական շոկոլան պատրաստ է մատուցման։ Ստեղծողներուն համաձայն ասիկա բացառիկ համադրություն մնե, որ գրնա դառնալ հայկական խոհանոցի նոր խորհրդանիշներեն մեկը։ Բաղադրատոմսին եւ պատրաստման եղանակին համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։